Բարև ձեզ, սիրելի ժողովուրդ, խոսում է Վարդան Ղուկասյանը Միացյալ Նահանգներից, վաղը հոկտեմբերի 20-ին արդեն կլինի շուրջ 8 ամիս, ինչ ես Հայաստանի իշխանությունների օֆիցիալ, այդպես ձևակերպված, պահանջով գտնվում են բանտարկության մեջ Միացյալ Նահանգներում, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ Հայաստանը թեթույկը չունի եւ մենք բանտարկված ենք մեր հարևան երկրների ղեկավարների պահանջով։ Հիշեցի եմ, բայց ամենակարևորն է, որ Վարդան Ղուկասյանը Հայաստան չի արտահանվի եւ Հայաստան կգա միայն մի դեպքում, երբ որ հաղթի ընտրություններում։ Ես հենց ընտրությունների մասին էի ուզում մի երկու բառ կիսվել իմ ժողովրդի հետ, բայց մինչև ընտրություններին ասելը երկու բառ ասեմ կապված եկեղեցականների հետ, հազինս կաթողիկոս կոչվածի, որովհետև շատ ու շատ մարդիկ չեն հասկացել եւ կոմենտարներ են գրում Վարդան Ղուկասյան, դու ինքդ էիր ժամանակին դատապարտում կաթողիկոսին։ Այո, ես հիմա էլ եմ դատապարտում կաթողիկոսին, բայց ես չեմ դատապարտում կրոնը։ Ես ծնվել եմ քրիստոնեական Հայաստանում։ Ես դատապարտում եմ կաթողիկոսին եւ կշարունակեմ դատապարտել, որովհետեւ սա ամենահաջող կաթողիկոսն է, որը որ եղել է հայոց պատմության մեջ։ Ոչ թե Հայաստանի, այլ հայոց, որ այդ հայոց բառից Նիկոլը ապրում է ծանր վիշում, դամար ասում եմ հայոց։ Եվ եթե Վարդան Ղուկասյանը լիներ, ապա կաթողիկոսը այո կտար հրաժարական, բայց առանց այս շոուների, առանց տեքստերներ բռնելու, առանց ոստիկանների եկեղեցի մցնելու, եկեղեցին բացելու եւ այլն։ Ինչ կերած հանցագործությունների համար կաթողիկոսը կտար առողջականով հրաժարական, թողել կգնել, որովհետեւ չկա այդպիսի մի հոգեվոր առաջնորդ աշխարհում, որը որ թաթախված չլինի մեղքերի մեջ։ Չկա, այդպես որ առաջնորդ կուսություն չունի։ Բայց այդ բոլոր հոգեվոր առաջնորդները մտածում են իրենց ազգի մասին։ Սա ոչ, սա մտածում են միայն իր գրպանի մասին, բայց դա հնարավորություն տվեց Նիկոլին, վերջին կետը որ կար, որ չէին բացել, դա էլ բացել։ Որովհետև Արիցոսակալի որ Աչապարյանը դատվեց 2 տարով, մարդ որ թամենը հերել էր, ազատ ասել էր, որ Ռոբիկը, Սերժիկը, Նիկոլը պիտի հեռանան, եկան դատին։ Բայց Սերժակսյանը, Ռոբիկը, Հովան, Արշակը, Սերժի Վաչոն, Հովանես Հովսեփյան, Աղվան Հովսեփյան, Արթուր Դավթյան, Վիգեն Սարգսյան, Արմենչիկ, Գագիկ Խաչատրյան, Խաչատուրով, Սաշիկ, դրանցից ոչ մեկը չգնաց ազատազրկման պատժաչափով, ոչ մեկը, այսինքն Աչապարյանն ավելի մեծ հանցագործել, քան Վովայի Արշակը, որը արդարացվեց, ասեցին այդ մարդը սուրբ մարդ է։ Վովան, որ սաղ ընտանիքը բերել լցել էր MVD, ոչ մեկ գործի չէր գալիս, զբաղված էր նարկոտրաֆիկինգով, կաշառքով, դարավ բիլարտատեր, մարդը չտատվավ։ Սերժի Վաչոն, որ հայտնաբերել էին, այսինքն ես էի հայտնաբերել, $21 միլիոն կապիտալ միայն Երևան քաղաքի մի թաղամասում, չտատվավ։ Խաչատուրովը, որը զորամասը տար է գրավադրել էր, Արարատի զորամասը, բանկում չտատվավ։ Սերժակսյանը 500,000 մարդ հելավ լծվա փողով Սերժակսյանին մերժեց, Սերժակսյան դուրս եկավ աշխարհի ամենաազնիվ մաքուր մարդը, չտատվավ։ Ու Սերժ շարունակ, հասկանում եք։ Իսկ Աչապարյանը տատվավ, որովհետև ասեց, այդ երեկը պիտի հեռանալ։ Ես, ոնց եմ ասում, ես կաթողիկոսի թելը չեմ թելում, կաթողիկոսը պիտի գնա, այո, բայց պիտի գնաս նամուսով, սուսուփուս, գրես, ասել ես հիվանդ եմ, ես գնում եմ։ Վերջ, սա հարված է հոգևոր աշխարհին, սա հարված է հավատացյալներին։ Այդ նույն հավատացյալները, որոնք որից քարկոծում էին, քարոզում էին, ներողություն, քննադատում էին, բայց այսօր դրանք քիչ են դուրս գալի փողոց ասել, ինչի եք սես, ինչի 8 տերտեր, 7 տերտեր տարակ փակեցիք։ Այդ նույն հավատացյալները, այսպես կոչված, որոնք որ մտնում են եկեղեցով, քավոր են դառնում, խաչքավոր են դառնում, ես միշտ գրողուսեր ցավ են դառնում, խաչ են քաշում երեսը, բայց այսօր այդ նույն հավատացյալները լուռ են, երբ բառեցին 15 հոգու զինվոր։ Այդ հավատացյալները լռեցին, երբ որ պայթացրեցին Սուրմալուն 8-10 հոգի մարդ զոհվեց։ Այդ հավատացյալները լուռ են, երբ որ եկեղեցիները տվեցին Կիրանցը, Աղավնոն, Ղարաբաղը եւ այլն, այդ մարդիկ լուռ են։ Ծառերը կտրում էին, այդ մարդիկ լուռ են։ Կենդանիներին սպանում են, իրանք լուռ են։ Բայց այդ Վարդան Ղուկասյան կոչված ազնվորությունը, որը որ այսպես կոչված ասում եք աթեիստ, այդ բոլորի հետևից գնաց։ Վարդան Ղուկասյանը բոլոր հարցերը բարձրաձայնեց, թե ծառի համար, թե կենդանների, թե խնամքի կենտրոն, Բեկալեի ավականներին ուղարկեցի մտա խնամքի կենտրոն ծերերի հետ
կապված Վազգեն Սարգսյանի պատիվ ու արժանապատվությունը ես եմ պահում մինչև այսօր։ Ես եմ պահում, որովհետև բացի նրանից, որի մերեցին մերոն կա կսած Վազգենի անունից։ Ես հարգում եմ կավոր կոչվածը։ Ուրիշների նման չեմ կավոր Սանիկ Դավաճանում եւ այլն։ Հասկանում եք։ Հիմա ես եմ հավատացած թե դրանք։ Ես եմ հասկանում, ես հանուն հայրենիքի նստած եմ սեղ։ Ինձ ակնհայտ հասկացում եմ, որ դու քաղաքապետարան ես սեղ։ Քեզ չենք թողում դրա համար եւ այլն, որ դու չխոչընդոտես ընտրություններին, բայց ես միևնույն է խոչընդոտելու եմ։ Նիկոլը չպիտի վերընտրվի։ Հիմա ես եմ հավատացած թե դրանք։ Որ այսօր հելել են տաշիրի համար, ձուրնա, դհոլ, սեպտիս պարելով, նույնը Եսայանա գալի երկրան։ Այդ նույնը Եսայանա տաշիր Սամոյից կվախկեղայա ստացել Հյուսային պողոտայում 15 տարի առաջ, բակը երկի բայիշ կանի։ Ու այն բեղլուն նորից ժողովրդին կծմա հետևից, սա Ամիրյանն է, սա Թոմանյանն է, տանը Մեսյան, դերը Մեսյան։ Դա ժողովուրդ դուք չեք տենում, որ հետ սրանք սկսում են պարելը, մի հատ բան էլ նմա։ Պարելով Ղարաբաղը հազնին, պարելով Կիրանցը հազնին, այո ոչ անելով, այսօր հելել են պարել, ասա մեր օրակարգում քաղաքական պահանջ չկա, խոսում է Տաշիր Սամոյի թիմը։ Բանո քաղաքական պահանջ չկա, հելել եմ դուրսի չեք ուզում, ինչ եք ուզում անեք։ Մի հատ էլ ոչխար ասում է արևմուտքն է բանտարկել Տաշիր Սամոյին, արևմուտքի սեռական օրգաններին նա Տաշիր Սամոյ։ Հա Տաշիր Սամոյին բանտարկել Հայաստանի դատարանը։ Տաշիր Սամոյին այնքան քակակեր է, որ չկարած է մի հատ դատավոր առնի, որ իախաբան միջոցը փոխել հալի սիկտիրենի հետ հա։ Փողեց տակ 13 միլիարդ դոլար փող ունենա ու Հայաստանում դատարան չկարան առնի։ Այդ զավոտ եկտես է։ Ինչ արևոտ, արևոտ ինչ կապ ունի դրա հետ։ Արևմուտքը կապ ունի նրա հետ, որ Տաշիր Սամոյն մատուց հողի վրա բան է ծախում, պիցա է ծախում։ Արևմուտքը մեղավոր է, որ Տաշիր Սամոյն մեր վրա լուս էր անջատում օրը 10 ժամ, այդ արևմուտքի չանի։ Դերես ի աշխատողներին վեկար է բլծել են, քալը մենան, ուխտենալն, պարում, երկը մուրախանում, ու ամենակարևորը, ասեն Վարդան Ղուկասյանը ում հետ է միանալու։ Վարդան Ղուկասյանը ում հետ կմիանա, ոչ կմիանա, դա կերևա միայն հատողություններից 2 ամիս առաջ։ Հիմա ոչ մի բան չի երևալու։ Վարդան Ղուկասյանը կմիանա այն քաղաքական ուժի հետ, ով իրանից ռեյտինգ գոնե ներկայացում 3%-անոց։ Մինիմում։ Վարդան Ղուկասյանը կմիանա այն քաղաքական ուժի հետ, որը որ կգրի ստորագրի, որ Սերժիկը, Ռոբիկը եւ Նիկոլը իա թայֆով պիտի դատվեն։ Վերջացավ թայֆով։ Որ այդ հարցը դոկտորիկ այսօր այդքան մարդել է հելը լսվել է փողոց ուզում է իշխանություն վերցնի։ Մի հատ դրանց այդ հարց տվեք, Ռոբիկը, Սերժիկը, Նիկոլը պիտի դատվեն։ Դուք որ եկաք դրանց դատել, քեզ ասեցին գիտեք ինչ, դատարանները պիտի որոշեն, բերանը բացում եք, թքում եք բերի մեջ։ Ասում եք գնա դու բոզի տղա ես։ Ստախոս բոզի տղա։ Հայաստանում երբեք դատարանները չեն որոշել, ոչինչ ու չեն էլ որոշել ոչինչ։ Հայաստանում միշտ ամեն ինչ որոշում է իշխանությունը։ Իշխանությունը ասում է պիտի դատվեն, դատվում է, վերջացավ։ Իսկ Ռոբիկը, Սերժիկը ու Նիկոլի թայֆեն բոլորը պիտի դատվեն պետական դավաճանության ծանր հոդվածով։ Պետությունը կերեկելու, թալանելու, փողեր լվանալու, քաղաքական սպանություններից, այդ բոլորը պիտի դրանք դատվեն, այդ իրեք ու յաս թայֆեք, այդ գխավոր դատախած կոչված այդ ակոցավոր պորակուհին առասը հերթության կարգով պիտի դատվի գնականած կաղոտ, որ կնալիք լսեն դրա բենին։ Բոլոր են դատավորները, որոնք որ դատել են, կարանք են տվել քաղաքապետարների պիտի դատվեն։ Այն բոլոր ուժային կառույցի ղեկավարները, որոնք որ երկիրը հասել են այս վիճակին, որ նարկոտիկ ու քաղաքական սպանությունները սպասում են, էլեմեզի հոսոտում են, պիտի դատվեն։ Վանեսյան եկել ես նորից ընկել ես մեդանի չանես, այլ լալոշ։ 5 տարի պարլամենտում նստած էիր, քո պատիվ ունեմում ինչ արեցիր։ Ղարաբաղը տվիշ, Կիրանցը տվիշ, Աղավնոտ տվիշ, հիմա մամելի գլուխը Կիրան այսօր եկի ես միացնում ընտրությունների ես մասնակցեմ, հալա։ Քո երեսին մերոն չկա, քսած, վանեցյան։ Մամելի գլուխն ով կերավ։ Հիմա մամելը մեղավոր է, թե չէ վանեցյան, այդ դու շոնքեք հիշով, որ սարկեցիք, ինչի սարկեցիք, Սերժը գծես տվեց ձերդ մամելի գլուխը, որ ուտեք, որ Ղարաբաղը կարող եք հազեք, երկրապայի հետ էլ արից եք, ես որ դու հելել ես, ասվեց ես ընդիմություն եմ, վանեցյան, հա, ես մի ասած չկեր միամիտ հավատում եմ, կամ են վազգինի քուրը, որ մի հատ ռուսաստան ես մի հատ բշ բերած, ճարը բերե դեմատվ է ես մի հատոցիկին։ Այդ ով դա առհասարակ
հասարակ Ռուսաստանի փողերը կերած Ռուսաստանում հարստացած, բայց Ռուսաստանի քննադատում է։ Հիմա որ ռուսական վերնախավը երաշխ եղած ընտրի դրա նավարի բենի մեջ լավ կանի։ Էս ինչ եք անում։ Էս ինչ եք ժողովրդին դրեք էշի տեղ։ Սերի ժողովուրդ հասկացեք եւ ըմբռնումով մոտեցեք։ Ընդդիմադիր քաղաքական ուժենա, ով հայտարարում է, որ Նիկոլ, Ռոբիկ, Սերժիկ եւ իրաց արբանյակները բոլորով պետք է դատվեն։ Չպետք է ասի դատարանները պիտի որոշեն, ոչ, ինքը իշխանությունը ասում է, ես պիտի դատեմ, եւ կդատեմ այն դատավորին, որ դրան չդատի։ Այդ դա է ընդդիմությունը։ Ուտի բոզի տղուկրֆուր, որ դատելու է, ես ուտում եմ, բոզի տղուկրֆուր եմ ուտում, որ տանքսաղ պիտի դատվեն։ Հայրեն, ով են եկավ տարավ նրան, ով հանգած հան չդատեց, խի Նիկոլը կլիկասի կա Հայաստանում մի դատավոր, որ ես ասեմ ու չանի։ Ես չեմ ասում է ասեմ ու չանի, ես հիմքեր պիտի տնեմ այդ դատարանի դեմը, ապացուցել, ու փոփոխել չդատի։ Այդպես քաղաքական ուժ այսօր կոմություն չունի։ Այդպես պլոջիկով տղան, այսօր որ դաշել գնա Հայաստանից դուրս գնա Հայաստանից դուրս, նստի մի հատ բաց կաթողեն, հայտարարի ասի, այդ երկը պիտի դատվեն, այն վախը մեն ասել։ Հայաստանից դուրս են վախենում դրա մասին խոսեն։ Միակ քալեն թափածը ես եմ, որ բարացուին ասա պիտի դատվեն։ Այդ երեքը, այս բոլոր քաղաքական սպանությունների թալանի եւ ամենի համար։ Իսկ այն մարդիկ, ովքեր ասեն պիտի դատարանը որոշի, մի հավատացեք դրան, ճանապարհով թող գնան։ Դրանք մտել են ձայներ փոշիացնելու, Նիկոլ իշխանությունը ցեմենտ բիտորով ապահովելու համար։ Որտեղ եք տեսել Զորամասի հրամանատարը, Զորամասը հանձնի իր կոֆե ապարատները, վեկալի Զորամ խոզերին ու կոֆե ապարատները, փախնիկա, գապնի, պաստաթափեր, ամեն ինչ թողա թուրքի, վերջում փոխանակ դասի գալի նստում է նորից Զորամասի կորպուսի հրամանատար ու ստանում է ազգային հերոսի կոչում։ Այդպես մարդիկ ո՞ս կարող են այսօր լինել բանակում։ Նախկինները սաղ թալանեցին, ոչ մեկ իրական պատասխանատվության չենթարկվեց, պարզաչափով չգնաց, այսօր նորերն են ուզում գան, նորերը թալանեն, իրանք էլ չպատժվեն։ Գնացած մեռած կորասները նորից գալիս են հետերմտու քաղաքական դաշտ։ Ես հələ որ շատ սուս եմ, հələ հանգիստ ասում եմ տենամ, հələ այն ով ինչա ցույց տալու, ինչ գաստրոլա ցույց տալու։ Զգուշացնում եմ բոլորիդ, այդ բոլոր կուսակցության ղեկավարներից, որ այսօր մտել եք ու փորձում եք խաբել ժողովրդին։ Ես ձեզ հատ անելու եմ կուկուլալատուման բան, ստից, բանտից, հետ ես բանտից։ Ոչ մեկիտ մտքով չանցի, թե հասան ուկասանը բանտում կարա մնա սուրս, եթեք, ես բանտից եմ անելու, ինչ վիճակում եմ որ կտվեմ։ Իսկ ինքես տաշիրը, որ ասա ես քաղաքական պահած չունեմ օրակարգում, բանոց չունես, ինչ ես ուզեմ, տղաջան։ Բոքի մորքի կողոզի և աղբոր տղեկով մաղբոր ինչ եք ուզում, պարելով ուզում ես որ կեզ թողան, չեն թողալու։ Ռոբիկ ես նաթեմ առաջ, որ ինչ ենք ես տաշիր։ Ինչ, մենք տեսել ենք 10 տարի Ռոբիկի կառավարությունը, այդ մարդասպանի, այդ հոկտեմբերի 27-ի կազմակերպիչներից մեկի, մոտենում է հոկտեմբերի 27-ը, շուտով։ Չեք գալու, ես ու չեմ տալու։ Իսկան է, որ մարդիկ վախենում են, բարտազան չեն խոսեմ, գելա բոզի տղեն լամ ասում է, եկը թկսունի, և ալեն, ընտրությունների պահը մենք դա տտենանք։ Կանի տոկոսա ոսա ինչա, իսկ կոալիցիա ես ասեցի կլնի են ուժի հետ, ով ունի ռեյտինգ, և կսորագրի ու կհայտարի, որ երեքն էլ տապելու են, իաս հայֆով։ Սիրում եմ բոլորից, հարգում եմ բոլորից, ես կամ, ես կմնամ, ես իմ տուխի մեջ եմ, համոզված եղեք, բաժանորդակրվեք իմ տելեգրամ կանալին ամեն ինչ արջեղումը և ամեն ինչ